Այսօրվա մեր նյութը նախորդ քարոզախոսության շարունակությունն է Աստծու կողմից տրված բազմաթիվ եւ բազմապիսի ինչեր զգուշացումներ։ Եկեք արագ վերհիշենք, որպեսզի մյուսների մասին էլ այսօր խոսենք։ Զգուշացեք, որ որևէ մեկը Աստծո շնորհքից հետ չմնա։ Այսինքն Աստծո շնորհքը, ձրի փրկությունը հայտնված է համայն մարդկությանը։ Ովքեր որ հավատքով կընդունեն, այդ շնորհքի տերը կդառնան։ Ովքեր որ չեն ընդունի, շնորհքից ետ կմնան։ Զգուշացում հոգեորապես չքնել, չթմրել, այլ արթուն լինել, ամեն ատեն արթուն լինել։ Տեր Հիսուսի խոսքերը, ձեր սրտերը կերուխումով, գինովությունով եւ աշխարհային զբաղումներով թող չծանրանա։ Դրանք այդ ամենը հավատքից հեռացնում են մարդկանց։ Հաջորդ զգուշացումը։ Քրիստոս հիմքի վրա մեր հոգևոր շինությունը թող լինի, ոչ թե փայտ խոտ եղեք, որոնք են անձի գործեր, մարդկային գործեր, ոչ Աստծո փառքի համար, դրանք բոլորն էլ պիտի այրվեն, բայց ոսկի արծաթ եւ պատվական քարեր, այն ամենը, ինչ որ Հիսուսի անունով արվեց, ինչ որ Աստծո փառքի համար արվեց։ Եվս մեկ զգուշացում իրար չսպառել։ Ասում է չխացնեք, իրար սպառեք, խոսեցինք այդ մասին, չէ՞։ Հին մարդու գործերն են, ինչպես աշխարհի մեջ կա այդ խացնելը, թշնամությունը չպիտի լինի Աստծո ժողովրդի մեջ։ Ուրեմն զգուշացում է տրված։ Նորից Տեր Հիսուսի կողմից մեկ այլ զգուշացում ագահության դեմ, greediness, ամեն չարիքի արմատը ինչն է, արծաթասիրությունը, այսինքն դրամասիրությունը, դրամը ինքնին մեղք չէ, բայց դրամի հանդեպ ունեցած սերը, ասել է թե մամոնայի սերը, ամեն չարիքների արմատն է, որովհետև եթե մեկի սիրտը դրամասիրությամբ լեցված է, նա երբեք չպիտի կարողանա իր սիրտը բացել Աստծո առջև, որտեղ այդտեղ ընդունելություն չպիտի գտնի։ Եվ Տեր ասաց նա, որ Աստծո հետ չի հավաքում, ցիր ու ցան է անում։ Վերջին մեկը, որ քննեցինք, զգուշացում սուտ մարգարեներից, Աստծո անունով խոսողներ շատ կան։ Շատ, տեղից ելող է այսօր, որտեղ հաղորդակցական միջոցները հնարավորություն տալիս են, տարբեր հարթակներ, սոցիալական կայքեր, տեղից ելողը Աստծո մասին խոսում է։ Եվ Աստված մեզ տվել է զանազանության հոգին, քննենք, տեսնենք, այդ անձնավորությունը խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոս է քարոզում, թե իր անձն է քարոզում։ Ինչեր արեց, ինչպես անցկացեց իր արցակուրդը, որտեղ անցկացեց, որտեղ որ կա ես, դա երբեք Աստծուն չի ծառայում, եւ այդպիսիների համար Աստված ասում է, նրանք Աստված պաշտությունը շահավաճառության են ենթարկել։ Այսօրվա առաջի զգուշացումը մենք գտնում ենք Ժողովող գրքում։ Սողոմոնն է գրել հեղինակը Ecclesiastes անգլերենով 5-րդ գլուխ եւ առաջի համար։ Երբ Աստծո տունը երթաս, ոտքիդ զգուշություն ըրե։ Ավելի մտիկ ընելու համար մոտեցիր, քան թե անմիտների պես զոհ մատուցանելու։ Վասնզի անոնք չեն գիտեր, թե չարություն կնեն։ Ինչ է նշանակում ոտքիդ զգուշություն արա։ Այսինքն մեղմ քայլերով գանք, անպայմանորեն մեր կոշիկները փոշուց թող սրբված լինեն։ Ինչ է նշանակում։ Այո, կարող ենք ասել դա էլ պետք է, որովհետև երբ որ Տիրոջ տունն են գալիս, մեր այս կյանքի ամենալավագույն տեղն են գնում։ Նրանք ովքեր որ համաձայն են, թող ասեն ամեն։ Փառք Հիսուսին։ Այո։ Այդ ամենը պիտի լինի պատշաճությամբ, ամենայն պատկառանքով պիտի գանք Տիրոջ ներկայության մեջ։ Անգլերենով գրված է prudently, որ թարգմանաբար նշանակում է խոհեմությամբ,
զգուշությամբ։ Այն ինչ որ նշեցինք, դրանից առավելը կա, թե մենք ինչպիսի սրտով ենք գալիս Տիրոջ ներկայության մեջ։ Մեր դիրքը ինչպիսին է, ինչ դիտավորություն ունենք, ինչ մոտիվացիա ունենք։ Եթե անկեղծությամբ գալիս ենք Աստծուն պաշտելու, մենք նպատակակետի վրա ենք Փառք Աստծո։ Բայց տարբեր բաներ կան, մարդիկ տարբեր դիտավորություններ ունեն։ Այսինքն տեսնելու, մյուսի հետ, ասենք, բիզնեսի գործ ունի։ Տասնամյակներ առաջ, անցյալ դարի 70-80-ական թվականներին, երբ Լոս Անջելեսում հայերի քանակությունը շատ չէր, եթե համեմատենք ներկայիս, շատ քիչ էր այն ժամանակ, մարդիկ իրենց փնտրած մարդուն տեսնելու լավագույն տեղը որն էր, առասպելական եկեղեցիներ, որ պիտի գնային, եւ իրենց չէր հետաքրում, որովհետեւ ոչ մի բան էլ չէին հասկանում, այդ թատերականացված բեմադրությունները, այդ գրափարով խոսակցությունները, կամ ինչ որ պիտի ասեն երգելով ասել, մարդը դատարկ գնում էր, դատարկ դուրս էր գալիս, բայց իր գտած ինչ էր, այսինչ մարդուն տեսավ, հա? Այն ժամանակ ներկայիս այս ձեռքի հեռախոսներ, բան, այդ միջոցները չկար, մարդիկ պիտի փնտրեին մարդկանց գտնելու, հետևաբար իրենց ամբողջ դիտավորությունը այդ եկեղեցու շենքը մտնելու, դա էր մեկին տեսնելու, բայց մենք այստեղ հավաքվում ենք նախ եւ առաջ Տիրոջ համար, այո, մենք ուրախանում ենք եւ մեկս մեկ տեսնում ենք, իրար որպեսություն ենք հարցնում եւ իրար քաջալերում ենք, ուրախ ենք դրա համար, բայց ամենաառաջին եւ կարեւոր բանը ինչ ենք գալիս եկեղեցի, Տիրոջ հետ հանդիպելու։ Մենք ամեն կիրակի առավոտյան այս ժամին Տիրոջ հետ ժամադրություն ունենք։ Գալիս ենք, որովհետեւ հավատում ենք Տեր Հիսուսի խոսքին, որ եթե իր անունով հավաքվենք, ինքը մեր մեջ է, անտեսանելիորեն մեր մեջ է, որպեսզի մենք Աստված պաշտենք փառաբանության երգերով, խոսքով, նաև աղոթքներով, որ Տերը փառավորվի ամեն բաների մեջ։ Եվ նաև ինչ ասաց, ավելի մտիկ անելու համար մոտեցիր։ Այսինքն, երբ որ գալիս ենք, լսենք Աստծո խոսքը, հետևաբար, ինչ է պետք, որ մեր մտքերը դատարկենք աշխարհային բոլոր մտածումներից, մեր հոգսերից եւ միայն ու միայն կենտրոնանանք Աստծո խոսքի վրա։ Հավատքը լսելով է եւ լսելը Աստծո խոսքով է։ Այս նույն Ժողովող 5-րդ գլխի առաջի համարի երկրորդ մաս ասում է. ոչ թե անմիտների պես զոհ մատուցանելու, վասնզի անոնք չեն գիտեր, որ չարություն կնեն։ Եվ սա գրված է, որ ժամանակ, երբ որ այդ զոհերը տեղի էր ունենում արդեն, օրենքի դարաշրջանին, բայց քանի որ զոհերի զոհը, կատարյալ զոհը Տեր Հիսուս արդեն պատարակ եղել է, պետքություն չկա որևէ զոհի։ Հայ ժողովուրդ, խաբված չմնանք, մատաղ ասված բանը խաբեություն է, մարդահնար է, Աստված չի հաճենում դրա մեջ, Աստված կհաճենա, եթե քո սիրտդ իրեն հանձնես, ամենամեծագույն պատարակը, որ կարող է լինել, քեզ համար, որովհետև այդ զոհ եղած Տեր Հիսուս Քրիստոս հոգիով կգա և քո մեջ բնակություն կհաստատի։ Տեր Հիսուսի պատմածներից Մատթեոս 6-րդ գլուխ առաջի 4 համարները ուրիշ զգուշացումներ էլ կան։ Զգույշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չնեք, անոնց երևնալու համար, եթե ոչ վարձք չեք առնել ձեր հորից, որ երկինքն է։ Ուստի երբ որ ողորմություն կնես, առջևդ փող մի հնչեցրու, այսինքն աղմուկ մի հանի, ինչպես կեղծավորները ժողովարանների և փողոցների մեջ կնեն, որպեսզի մարդոցմե փառավորվին։ Ճշմարիտ կսեմ քեզի, անոնք իրենց վարձքը առած կլան, իսկ դու երբ
ողորմություն կնես, ձախ ձեռքը թող չգիտնա այդ ձեռքիդ ինչ տալը, որպեսզի քո ողորմությունը գաղտուկը լա եւ քո հայրդ, որ գաղտուկ կտեսնե, քեզ հայտնապես հատուցում պիտի ընե։ Արդյոք սա նշանակում է, որ երբ որ ողորմություն պիտի տանք, դիմակ հագնենք, որ չճանաչվենք։ Քավլիցի։ Երբ որ տալիս ես, հնարավոր է մի քանիսն էլ իմանան այդ մասին, բայց դա չպիտի դառնա դրոշակ, սլոգան չպիտի դառնա, թմբկահարվի, մարդիկ իմանան, հեռուստատեսությամբ այդ մասին խոսեն, իշխանական մեծ նվիրատվություն է արել, թերթերում իր անունը գրեն, իրենց եկեղեցու պատի վրա փորագրեն այս բարերարի անունը եւ հասկանում եք։ Աստված ասում է այդպիսին իր վարձքը արդեն առել է, այսինքն պարապ տեղ է գնաց այդ ամենը։ Հայկական մի կարճամետրաժ ֆիլմ կա, գլուխ գործոց է, գլուխ գործոց։ Վերնագիրը չեմ ասում, դուք կկռահեք, ուրեմն հերոսներից մեկի անունը Նիկողոս աղա է։ Նիկողոս աղան բարերարի տպավորություն է թողնում, գթած եւ ողորմած է։ Եվ մի օր մսավաճառի մոտ ում է տեսնում, Ներսես աղբորը կտեսնե, եւ տեսնում է, որ Ներսես աղբարը ախորժակով ջիերներին գնա է։ Ասի Ներսես աղբար գահավնից, սա թոքմը դար թող չոջուխները ուդեն դժվժի գրեք։ Հիմա ոչ պայմանական 100%-ով բառացի ասեցի, վճարեց եւ ինչ եղավ, սա դարձավ համահայկական նորություն։ Այս անձնավորությունը Նիկողոս աղան, որտեղ որ մարդկային հավաքույթ կար, անպայմանորեն պիտի բացեր այդ խոսակցությունը եւ պիտի պատմեր, թե ինչ արավ, թե ինչպես ինքը Ներսես աղբարի փոխարեն վճարեց։ Աշուն էր, ձմեռ դարձավ, հետո գարուն, նորից ամառ, շարունակաբար։ Այդ ամենը Ներսես աղբոր համար անեծքի նման եղավ, բայց Նիկողոս աղան փառավորվեց դրա մեջ, որպես մեծ բարերար։ Ուրեմն Տեր Հիսուսի ասած խոսքերը հենց դա է, արածդ թող չդառնա ուրիշների խոսակցության նյութ, փառաբանության արդյունք եւ այլն։ Հավատացյալի հոգեվոր կյանքի համար անհրաժեշտություն է զգուշանալ, հերթական զգուշացումը, որ Տերը մեզ տալիս է, գտնում ենք Եփեսացիների 4 գլխում 29-ից 32 համարները։ Բնավ ձեր բերանեն ապականյալ խոսք թող չելլե։ Հապա ինչ որ աղեկ է պետք եղած շինության համար, որպիսի լսողներուն շնորհք տա։ Եվ Աստծո Սուրբ Հոգին մի տրտմեցնեք, որով դուք կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ եւ հայոյություն վերցվի ձեզմե իրենց չարությունով մեկտեղ։ Իրար հետ քաղցր եղեք, գթած, ներելով իրար, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Ապականյալ խոսք, հայոյանքը ապականյալ խոսք է, մարդիկ կան հայության տոպրակ են, ուրիշ բան չէ, հայություն, անեծքը ապականյալ խոսք է, անձեր կան, որոնք անեծքով անեծք, ամեն խոսակցության մեջ նրա անեծք կա, չարախոսություն, բամբասանք, անգամ մեկ անգամ հնչած այս նշված բաները մարդուն ապականում են, էլ ինչ մնաց շարունակական այդպիսի գործածությունը, և մանավանդ հավատացյալի համար, մեր բերաններից բնավ նման խոսք պիտի դուրս չգա, որտև պատճառ կլինենք Սուրբ Հոգու տրտմելուն։ Սուրբ Հոգին երբ որ տրտմեց, այլևս չի սկսի քեզ
հանդիմանել քո այդ սխալ բանի համար։ Եվ սատանան այդ բանի մեջ քեզ կգցի։ Կդառնա սովորական այդ վիճակը քեզ համար։ Որտեղից են ելնում այդ խոսքերը։ Հին մարդու գործերն են։ Մեր մեջ նաև բնակվում է հին ադամական մարդը, եւ այս զգուշացումը կրկնակի է դառնում, եթե գնանք Կողոսացիների գիրքը եւ կարդանք 3-րդ գլուխ 8-9 համարները։ Բայց հիմա մեկդի ձգեք դուք այն ամենը, բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայությունը, անհամեստ խոսքերը ձեր բերաններից, իրար սուտ մի խոսեք, ուրեմն զգուշացումների շարան, որ տրված է, լավ լուծումը որն է, ինչ լուծում կա սրան, ասում է այս բանը մի արեք, բայց ինչպես անենք, որ չանենք, Աստծո խոսքը հենց տալիս է պատասխանը Եփեսացիների 5-րդ գլուխ 32 համարը, իրար հետ քաղցր եղեք, գթած, ներելով իրար, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ։ Եթե այսպիսի սրտի դիրք ունենանք, մենք այդ նշված բաները չենք անի։ Նաև Կողոսացիների 3-րդ գլուխ 9-րդ համարի շարունակությունը եւ 10-ը։ Հին մարդը իր գործերով ձեր վրայից հանեք եւ հագեք այն նորը գիտությունով նորոգված իր ստեղծողի պատկերի պես։ Ահա լուծումը։ Հին մարդը ինչպես հանենք մեր վրայից, երանի հանդերձ լիներ, հանենք եւ վերջանանք։ Ինչպես կհանենք, գործառությունից դուրս տնենք, առիթը չտանք նրան։ Իսկ դրա համար ինչ է պետք, Սուրբ Հոգու մեջ գտնվել, խոսքի մեջ գտնվել։ Նաև 4 գլխի 6 համարը եւս ձեր խոսքը ամենատեն շնորհքով, որպես թե աղով համեմված ըլլա, եւ գիտնաք, թե ինչպես կվայելե ձեզ ամեն մեկին պատասխան տալ։ Մանավանդ, երբ որ մենք հավատքի ճանապարհն ենք բռնել, մեր խոսքերին ուշադրություն պիտի դարձնենք։ Տեր Հիսուս ինչ ասաց. դուք եք աշխարհի աղը։ Ինչ է սա նշանակում։ Խոսքի բուն իմաստով աղ ենք մենք, Հիմալայան աղը։ Այսինքն անհամ այս աշխարհին համ բերողը, ինչպես պիտի այդ համը բերենք, երբ որ Աստծո խոսքով համեմենք այդ ամենը։ Ուրեմն ձեր խոսքերը իբրև թե աղով համեմված լինեն, այսինքն Աստծո խոսքով։ Եվ Աստված իր խոսքի միջոցով առավել քան բավարար մեզ տալիս է իմաստություն, խորելու, մտածելու եւ խոսելու։ Ուրեմն ինչ որ խոսում ենք, աշխատենք, որ Տիրոջ խոսքով համեմված լինի։ Այդ մասին նաև Պետրոս առաքյալն է մեզ ասում, առաջին նամակ 4 գլուխ 11 համար, ասում է. Եթե մեկը խոսի, Աստծո պատգամների պես թող խոսի։ Աստծո պատգամների պես։ Անկամ մեր կենցաղային շատ հարցերի մեջ մենք շատ լավ է որ մեր մտածողության մեջ այնպես ամրագրված լինի Աստծո խոսքը, որ կարողանանք գործածել։ Այս պարագայի համար Աստծո խոսքը ասում է հետևյալը. Աստված է փառավորվում դրա մեջ եւ իրապես աղով համեմված կլինի։ Ուրեմն Աստծո խոսքի մեջ զգուշացման հետևից որքան ուզեք։ Քանիցս Տերը անհատական զգուշացումներ է ուղղում Գաղատացիս 6-րդ գլուխ 1-ի համար։ Եղբայրներ, եթե որևէ մեկը հանցանքով բռնվելու լինի, դուք որ հոգևոր եք, այդպիսին հեզության հոգիով ուղղության բերեք։ Մեկը ընկել է, սայթաքել է, սխալի մեջ է ընկել, մեղք է գործել։ Ինչ անենք, դուրս շպրտենք, քավլիցի, հեզության հոգիով, սիրո հոգիով նրան պիտի բացատրես սրա հետևանքները, կատարածը սխալը, որպիսի զղջա, խոստովանի, ապաշխարի,
վերականգնվի հոգևոր ընթացքը։ Ասում է, քու անձիդ էլ զգուշություն արա, որ չլինի թե փորձության մեջ ընկնես։ Սատանայի կարևոր գործերից մեկն էլ հավատացյալին մեղքի մեջ գցելն է։ Եվ մեր հին բնությունը իր համար որպես գործակից է։ Իր համար շտիրլից է մեր մեջ։ Այսինքն կարողանում է նրա միջոցով գործել։ Հետևաբար մենք շատ զգուշ պիտի լինենք, սատանան մեր վրա առնելիք չունի, որտև մեր կյանքը երկնքում Քրիստոսի մեջ պահված է։ Եվ Հիսուս ասաց, այն ամենին, ում որ հայրը ինձ տվեց, նրանցից մեկը դուրս պիտի չանեմ, հապա անոնց ամենքին էլ հավիտենական կյանք պիտի տամ։ Սատանան շատ լավ գիտի։ Մեկը, որ Սուրբ Հոգիով կնքվեց, այսինքն հավատքով Սուրբ Հոգին ստացավ, այլևս իր իշխանության տակից դուրս ելավ, չէ՞։ Գոհանանք Հայր Աստծուց, որ մեզ լույսի մեջ բնակվող սուրբերի վիճակին մասնակից անելուն արժանացրեց, որ մեզ ազատեց սատանայի խավարի իշխանությունից եւ իր սիրելի որդու թագավորությունը փոխադրեց իրեն փառք հիմա եւ հավիտյան ամեն։ Ուրեմն սատանան շատ խորամանկ է։ Նրան աշխարհի մեջ ներկայացնում են որպես պոզով պոչով մի այլանդակություն։ Թերևս այդպիսին էլ է, որովհետև մեղքը քայքայել է, բայց այդ ծաղրանքից առավել մենք լրջանանք, իմանանք մի զորավոր մեկի հետ գործ ունենք։ Աստծո համեմատությամբ սատանան ոչնչություն է, բայց մարդու համեմատությամբ շատ զորավոր է։ 6000 տարի մարդկանց հետ գործելու փորձառություն ունի։ Եվ իր արբանյակները այդ 1/3-ը, որ իր հետ միասին պոկեց եւ երկի վրա բերեց, ամբողջ այս օդի իշխանության իշխանը դարձավ, նրանք գիշեր ցերեկ առանց արձակուրդի գործում են իրենց պիղծ տիրոջ համար, ուրեմն տեղեկատվություն տալով։ Սատանան շատ լավ գիտի ամեն մեկիս բնավորությունը, ամեն մեկիս թույլ կողմերը, խոցելի կողմերը, եւ դրանք գործածում ենք։ Դրա համար Պետրոս առաքյալ ասում է, առաջին նամակում է գրում 5-րդ գլուխ 8 արթուն կեցեք, գիշերը քնեք, անհրաժեշտություն է, եթե կարող եք 7-ից 8 ժամ քնել, դա առողջություն է, քնեք, բայց արթուն կեցեք, հոգևորապես արթուն կեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան, ինչ անում, մռնչող առյուծի նման, առյուծը երբ որ մռնչում է զորավոր մի բան է, չէ՞։ Առյուծի նման է, բայց առյուծ չէ, ինքը բորենի է, սակայն կարող է մեզ վնասել։ Մեր 4 կողմը պտտվում է, թե ինչ վնաս մեզ պիտի հասցնի։ Մեղքը ադամական բնությանը հաճելի է, այդպես է թե չէ։ Զրկենք նրան այդ հաճույքից, թույլ չտանք, որ սատանան խորացնի։ Այն կարող է տեսանելիորեն մեզ գա, այն կարող է մեր մտքի միջոցով լինել եւ հին բնությունը սկսի աշխատել։ Եթե մենք տեղի տվեցինք, այն կխորանա եւ այդ կերպով սատանան մեզ կարող է մեղքի մեջ գցել։ Աստված ասում է. Սատանայի գործերը չիմացողներ մի եղեք, այլ կերպ ասած, իմացեք, թե ինչ գործունեություն ունի։ Նրա հնարքներին հավատքով դեմ դրեք։ Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսին պատկերացնում է 20 տարեկանների մեջ էր, միգուցե 20-ից 25 տարեկան, եկեղեցու հովիվ էր եւ հսկայական մեծ բազմության ինքը պիտի առաջնորդեր, անփորձ էր, եւ Պողոս առաքյալը 2 խրատական նամակներ գրեց, այս մեկը ուրեմն առաջին նամակից է, որ պիտի կարդանք, 4 գլուխ 16 համարը ասում է. Զգուշություն արա քո անձիդ եւ վարդապետությանդ,
ու միշտ ատոնց մեջ կեցիր, քանզի այդպես անելով քեզ էլ պիտի ապրացնես եւ զանոնք էլ, որոնք քեզ մտիկ են անում։ Նախ եւ առաջ քո անձիդ ուշադրություն դարձրա, որ սատանան որևէ կերպով քեզ մեղքերի մեջ չգցի, եւ երկրորդ, որքան կարեւոր է ողջամիտ վարդապետությունը, Սուրբ գրքի վրա հիմնված վարդապետությունը։ Վարդապետություն, որ խոսքը խոսքով բացատրվում է։ Այսինքն, սա կոչվում է աստվածաբանություն։ Եթե լսում եք, որ մեկը խոսում է, այդ խոսակցության զգալի մասը պիտի լինի աստվածաբանություն։ Աստծո խոսքը բաղկացած է աստվածաբանությունից եւ նաեւ գործնական բաներից։ Application for us։ Ամեն մեկիս համար տված պատվիրանները գործնական կյանքի համար են։ Վարդապետական շեղումների պատճառով առաջանում են սխալ հավատալիքներ։ Հետևաբար նաև սրա հետևանքով սխալ աստվածապաշտություն։ Եթե մեկը Աստծո խոսքը խոսում է, բայց գաղափար անգամ չունի, Աստծո կողմից հաստատված 7 դարաշրջանների վերաբերյալ, երբեք նրա խոսքի մեջ հաստատակամություն չպիտի լինի, consistency։ Եթե Սուրբ գրությունից, այսինքն հին ուխտից, օրինակ էլ բերի, պիտի աշխատի ներկա ժամանակների մեջ ինչ-որ կերպով հարմարացնի։ Բայց Աստված տարբեր ժամանակաշրջաններում տարբեր կերպերով գործեց։ Աստծո պահանջը տարբեր դարաշրջանում մարդկանցից տարբեր էր, թեև նշենք, փրկությունը բոլոր դարաշրջանների մեջ եղել է միայն հավատքով։ Օրինակ, օրենքի շրջանին օրենքը տրված էր։ Եթե ուզում ես փրկվես, դու պիտի օրենքի բոլոր կետերին բավարարում տաս, այսինքն լի դրանք ամբողջացնես։ Եթե ամենը ամբողջացնես, բայց մեկ հատին պարտական գտնվես, օրենքը ձախողեցիր։ Ինչի տվեց Աստված օրենքը, որպեսզի մեղքը աշխարհում հայտնի լինի, ինչի տվեց օրենքը, որպեսզի մարդը տեսնի, որ ինքը մեղավոր լինելով Աստծո սուրբ օրենքը երբեք չի կարող կատարել։ Այդ դրա համար էր, որ Հիսուս եկավ եւ մեր փոխարեն օրենքի տակ մտավ եւ ամբողջացրեց օրենքը, որ մենք օրենքին պարտական չգտնվենք, այսինքն օրենքը մեզ մահվան, երկրորդ մահվան չդատապարտի։ Հին ուխտի մեջ շատ օրինակներ կան, դրանցից հոգևոր, ուրեմն նշանակություն մեզ համար կարող ենք վերցնել, բայց չենք կարող հին ուխտի գրված այդ օրինակները հարմարացնել, որ ներկա ժամանակների մեջ էլ պիտի տեղի ունենա։ Օրինակ մեկը կացնով փայտ էր կտրում եւ այդ կացնի գլուխը, երկաթյա մասը ընկավ ջրի մեջ։ Այ ասավ փոխ է առել, ուրիշ շիններ, ինչ պատասխան պիտի տամ։ Մարգարեն վերցրեց մի փայտի կտոր եւ նետեց այդ ջրի մեջ եւ այդ երկաթը, պատկերացնում եք նրա տեսակարար կշիռը որքան ծանր է, ջրի երես է լավ։ Հիմա վերցնենք այդ օրենքը, այդ օրինակը եւ ներկա ժամանակների մեջ հարմարացնենք, ասենք, այ քանի որ այսպիսի օրինակ կար, մեր օրերում էլ այդպիսի բան կարող է լինել։ Սա մոլորություն կլինի։ Եվ երբ որ այդ նույն օրինակը չկարողանան գործադրել, հիասթափություն պիտի ապրեն։ Ուրեմն մենք հավատք չունենք, ինչի չեղավ։ Պիտի հասկանանք դարաշրջանները, մեր եկեղեցու շնորհքի դարաշրջանին, ինչ պատվիրաններ է տրված եւ Աստված ինչպես է գործում։ Ամեն անգամ մի թարմ օրինակ ձեզ բերում ենք։ Եվս մեկ թարմ օրինակ, ուրեմն մի մարգարեուհի, արդեն ձեզ պարզ է, չէ՞, ինքնակոչ, ելել է եւ մեծ, ասենք, հետևորդների բանակ ունի, քաղաքականությունից հետևորդներ եղան, հիմա բերել է հոգևոր դաշտ սրանց, եւ նրանց են ներկայացնում
հայտնության գրքի մեջ 5-րդ, 6-րդ փողերի հնչվել է շեփորների եւ ահա այնտեղ է գրված ինչի մասին ուղղաթիռների եւ տանկերի մասին ծիծաղելի է հայտնության 6-րդ գլխից միջև 18-րդ գլուխը գրված ամեն բան առանց բացառության պիտի տեղի ունենա մեծ նեղության շրջանին այսինքն պիտի փակվի ամբողջանա շնորհքի դարաշրջանը եւ պիտի գա հաջորդը մեծ նեղության շրջանը եթե վերցնենք այստեղից այնտեղից օրինակներ եւ ներկայից ներկայացնենք մարդկանց հավատքը կխարբալվի Տիմոթեոսին երկրորդ նամակում Պողոս առաքյալը այսպես է գրում երկրորդ նամակն է երկրորդ գլուխ 15 համար Ջանա քո անձդ ընտիր ցույց տալ Աստծո առջև այնպիսի բանվոր լինելով որ պիտի չամաչես ճշմարտության խոսքը շիտակ բացատրելով Աստծո խոսքը փազլի նման է մեզ համար բայց Աստծո խոսքը լուծում ունի այդ փազլի ամեն մեկ մասը Աստծո խոսքի մեջ կա վերցնում ենք եւ դնում ենք եւ ամբողջ պատկերը ամբողջանում է ուրեմն ամփոփելով վերջին զգուշացումները անհատական գետնի վրա Առակաց գրքից կարդանք Առակաց 4 գլուխ 23-ից 27 համարները ամեն զգուշությունով քու սիրտդ պահի քանզի կյանքի աղբյուրները անկե են կամ կյանքի ելքը վերջավորությունը ծուր բերանը քեզ մեկդիր է ծաղրող բերանը եւ անիրավ շրթունքները քեզ հեռացուր այս անիրավ շրթունքների մեջ ինչ կմտնեն ինչ որ նշեցինք հայյանք անեց բամբասանք չարախոսություն այս կարգի բաներ ու աչքերդ ուղիղ թող նայեն եւ արտևանունքներդ այսինքն թարթիշները շիտակ դեպի արջև թողը լան ոտքերիդ շավիղները շտկե եւ քո բոլոր ճամփաներդ պիտի հաստատվին աչ կամ ձախ կողմ մի խոտորի ոտքդ չարությունից դարձրու որքան պատվիրաններ երկու համարների մեջ գրված Աստծո զգուշացումները իրենց մեջ պարունակում են երկյուղ հավատացյալները պիտի երկյուղով լեցված լինեն Տիրոջ առջև ինչու չենք ասում վախ վախը երկյուղի գերադրական աշճանն է մեզ համար Աստծո խոսքի մեջ 365 անգամ գրված է մի վախեցիր Տարին քանի օր ունի 365 օր ունի նահանջ տարին 1 օր ավելի է այդ օրը ավելի զգուշություն արա բայց Աստված ասում է մի վախեցիր բայց ովքեր են որ պիտի վախենան նրանք ովքեր որ Տեր Հիսուսին իրենց կյանքի մեջ չունեն նրանք պիտի վախենան որովհետև Աստծո դատաստանը նրանց առջև բորբոքված է որտեղ ամեն անգամ Հիսուսին մերժելով իրենց վրա Աստծո բարկությունն են բերում իրենք Աստծո բարկությունը կարծում եք հեշտ բան է Աստծո ձեռքից պրծնելը Աստված մարդեղացավ իր սուրբ արյունը թափվեց մարդու փրկության համար եւ մարդը արհամարում է անտեսում է մերժում է դատաստանը շատ զորավոր պիտի լինի Ով հայորդի իմաստուն գտնվիր եւ ընդունի Տերերի Տիրոջը Հիսուս Քրիստոսին ով քո մեղքերիդ համար մեռավ ով քեզ արդարացնելու համար հարություն առավ եւ պատրաստ է քեզ քո մեղքերից մաքրելու սրբելու եթե նրա առջև դու խոստովանություն անես եւ թույլ տաս որ նա գա եւ քո կյանքիդ մեջ լինի քո մեջ բնակություն հաստատի իր հոգիով եւ Աստված ինչպիսի հրաշալի կոչում է տալիս ճշմարիտ հավատացողին Աստծո որդի
տիեզերքի մեջ այսպիսի կոչում անգամ չկա։ Նախագահների զավակները իրենց հոր, ասենք, նախագահության ժամկետը ավարտելուց հետո ոչինչ են։ Բայց տրված մեզ Աստծո որդի պարգևը, այս անունը հավիտենական է։ Եվ Աստված համայն մարդկությանը իրեն է հրավիրում ասելով. ինձ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ինչով են բեռնավորվել մարդիկ, մեղքով, որովհետեւ մեղքի վարձքը մահ է։ Մարդը երբեք իր մեղքերի համար չի կարող վճարել։ Աշխարհի մեջ կատարած հանցանքի համար բանտ են ուղարկում, դատապարտում են, համապատասխան մեղքի համար համապատասխան տարիներ են տալիս, նստացնում, չէ՞, բայց Աստծո առջև կատարած մեղքերի համար միայն ու միայն Հիսուս Քրիստոսի արյունն է գործում։ Եվ դրա համար մենք պիտի խնդրենք, մենք պիտի աղաչենք, որ Տերը իր արյունով մեզ մաքրի եւ սրբի։ Ուրեմն մեկ քայլ է միայն այդ բարկությունը վերցվելու համար, երբ սիրտը Տեր Հիսուսին տաս։ Եվ նրան ընդունես որպես քու Տերդ եւ Փրկիչդ։ Լսել եմ ոմանցից, որ ասում են մենք Աստծուն ընդունում ենք, բայց Հիսուսին չենք ընդունում։ Հրյա մեկներ եկել էր։ Նա նշանակում է դու Աստծուն չես ընդունում։ Հիսուս մարդեղացած Աստված է, որ եկել է։ Եվ Սատանան ոմանց էլ այս կերպով է խաբում։ Դու Աստծուն ընդունում ես, դու չես մերժում, դու աթեիստ չես։ Ընդհանրապես այսպիսի գործառույթ կա, պրակտիկա, հավաքական ապաշխարություն, պիտի ասենք խաբեություն է, կոչ անել, որ առջև եկեք և ովքեր, որ այդ անձնավորությամբ բերել են, կողքից հրում են, գնա, մարդը վեր է կենում, գալիս է առաջ, ոչ մի բանից տեղյակ չի, ոչ մի բան չգիտի, ասում են, այս աղոթքը արվում է, կրկնում է, բայց իր սրտի մեջ ոչինչ չփոխվեց, որովհետև այդ համոզումը ինքը չունի, սա արհեստականորեն սարքված մի բան էր, եւ այնպես երևաց, որ այդ բազմությունը, որ հավաքվել էր, բոլորն էլ ապաշխարեցին, հռչակվեց դուք Աստծո որդիներ, դարձաք վերջ, այսինքն էլ նրա համար ուրիշ բան պետք չի, ինքը Աստծո որդի է դարձել, բայց իր սրտի մեջ որևէ փոփոխություն չեկավ, սա է ամենացավալին, ուրեմն ապաշխարությունը անհատական է, մարդու եւ Աստծո միջև է, անկեղծության վրա է հիմնված, եթե ձեր մեղքերը անկեղծությամբ խոստովանեք, ձեր մեղքերը խոստովանեք, հավատարիմ եւ արդար է Տեր Հիսուս ձեր մեղքերը կմաքրի եւ կսրբի։ Եվս մեկ շատ կարևոր մեզ համար պատվիրան, զգուշացում կարդում ենք Փիլիպեցիների 2 գլուխ 12-13 համարները։ Ուստի իմ սիրելիներս, ինչպես ամեն ատեն հնազանդ եղաք, ոչ միայն իմ ներկայությանս, հապա ավելի հիմա իմ բացակայությանս ատեն, Պողոս է գրում, ահով ու դողով անձերիդ փրկությունը գործեք, ահով ու դողով, fear and trembling, սա ծայր աշճան մի պատասխանատվություն է, որ տրված է մեզ, ահով ու դողով, բայց ոմանք գրվածը ուղղակի ձևով հասկանում են, քո փրկությունդ գործի, ասում են գրված է գործի, հետևաբար պիտի գործես, լավ քննենք, եթե մեկը իր փրկությունը ինքը պիտի գործի, դա նշանակում է Աստծո բերած փրկությունը, էլ դրա պետքությունը չկա, չէ, մարդը ինքը պիտի գործե, ուրեմն այդ փրկությունը շնորհք չի կոչվում, ձրի չի լինում, այլ մարդը ինքը պիտի հոգա իր համար եւ ինքը իրեն փրկի։ Այս հազարավոր տարիների մեջ եղել է մեկը, որ ինքը կարողանա ինքը իրեն փրկի։
Եթե գետ մեկը լիներ, Հիսուս աշխարհ չէր գալու։ Բայց քանի որ անկարելություն էր, դրա համար Հիսուս եկավ, մեզ համար հոգած փրկությունը եւ ձրիորեն մեզ այն շնորհում է, ով որ հավատա, ով որ այդ ձրի շնորհքը ընդունի, իր համար ձրի փրկություն կլինի։ Նշանակում է այդպիսիների համար Հիսուսի պետքությունը չկա, իրենց ուժերով, իրենց կարողություններով, ահով ու դողով, թող փորձեն։ Վստահաբար ասում ենք, պիտի ձախողվեք։ Սուրբ գրքի ամբողջ հիմքը սա է, ձրի փրկություն, որ Աստված մարդկությանը շնորհեց։ Եփեսացիս 2 գլուխ ասեք 8 համարը։ Շնորհքով փրկված եք։ Այստեղ անգամ կարող ենք վերջակետ դնել, շնորհքով ափրկությունը։ Բայց բացատրությունը տրվում է հավատքի միջոցով։ Այսինքն շնորհքը բոլորի համար է, բայց հավատքի միջոցով է այդ շնորհքը, որ վերցնում ես։ Եվ այդ շնորհքը ձեզանից չէ, այլ Աստծո ձրի պարգևն է, ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա ասելով, որ ես այս գործեր արեցի եւ հետեւաբար ես ուրեմն արժանի եմ այդ փրկությունը ունենալու։ Երկյուղով, մենք երկյուղով ինչը պիտի գործենք, եթե փրկությունը բացառվում է այստեղ, երկյուղով մեր անձերի սրբությունը։ Եվ այն էլ պիտի կատարելագործենք։ Հիսուս, երբ որ մեր կյանքերի մեջ եկավ, այդ սրբությունը ինքը բերեց։ Եվ մենք Սուրբ Հոգով մեր մեջ ունենք այդ սրբությունը, այսինքն դիրքային սրբություն ունենք, positional sanctification, դիրքային, ամեն մեկս, բայց Աստծո ուզածն է, որ մեր այս կյանքի մեջ նաև վիճակների մեջ այդ սրբությունը կատարելագործենք, այսինքն սա ամենօրյա գործընթաց է և սա մեր սրբազան պարտականությունն է, որ մենք անենք։ Ուրեմն այս կարդացածները փրկության հետ որևէ կապ չունեն եւ եթե 13 համարն էլ կարդանք, վասնզի Աստված է, որ ձեր մեջ կներգործե կամենալը եւ ընելը իր հաճության պես, այսինքն հավատքի գործերն է Տերը ներգործում եւ Հիսուս Հովանու 15:5-ում ասաց, առանց ինձ բան մնալ չեք կարող անել։ Լավ, ինչպես պիտի կատարելագործենք այդ սրբությունը։ Անողոք պայքար մեղքի դեմ։ Որքան ժամանակ։ 5 տարի։ 20։ Պայքար միջև վերջ։ Ցավոք սրտի պիտի ասենք, հավատացյալը շատ հաճախ այս պայքարի մեջ պարտվում է։ Դասեր պիտի քաղենք դրանից, որը մեկը ապահովագրված չէ, որ ինքը այնպիսի մի սրբություն պիտի կատարելագործի, որ երկրաչափական պրոգրեսիայով այսքան պիտի բարձրանա։ Սա ընկնել եւ ելնել է, բայց մեր ընկածը շատ ավելի փոքր պիտի լինի մեր բարձրանալունը։ Այսինքն դասեր պիտի քաղենք։ Եկեք կարդանք Հռոմեացիների նամակից 6-րդ գլուխ 11-ից 14 համարները։ Այսպես դուք ձեր անձերը մեղքի մեռած համարեք, բայց Աստծո կենդանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուստի, այլ մեղքը թող չթագավորե ձեր մահկանացու մարմնի վրա, այսինքն մենք պիտի թույլ տանք, որ թագավորի, մեզնից է կախված։ Որ անոր ցանկություններին հնազանդիկ եւ ձեր անդամները մեղքի մի ընծայեք մեր կամքը անիրավության գործիք լինելու, հապա ձեր անձերը Աստծուն ծայեցեք, որպես թե մեռելներից ողջնցած եւ ձեր անդամները արդարության գործիքներ Աստծո։ Քանզի մեղքը ձեր վրա պիտի չիշխե, վասնզի օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ եք։ Ինչ հրաշալի խոսքեր։ Սրանք հրաշալի վարդապետություն են, վարդապետական խոսքեր են սրանք։ Ուրեմն
պիտի կատարելագործենք մեր սրբությունը։ Լավ, այդ կատարելագործել բառը perfection of holiness որտեղից եկավ, դա մենք մեզանից հանեցինք այդ բանը։ Աստծո խոսքը անպայմանորեն Աստծո խոսքով պիտի հաստատվի։ Ուրեմն ասված այդ խոսքը պիտի գտնենք, ասեմ ձեզ որտեղ։ Կորինթացիների 2-րդ նամակ 7-րդ գլուխ 1-րդ համար։ Ուստի սիրելիներ, որովհետև մենք այդ խոստումները ունենք, եւ Աստծո խոստումները չափ ու սահման չունեն, այնքան խոստում է տվել։ Մեր անձերը մարմնի եւ հոգու ամեն կերպ պղծությունից մաքրենք եւ մեր սրբությունը կատարելագործենք Աստծո վախով։ Ուրեմն եւս մեկ կարևոր զգուշացում մեզ Քրիստոսի ատյանում երբ որ կանգնենք, ամենակարևոր բանը, որ պիտի քննվի որն է լինելու, մեր սրբության կատարելագործումը։ Թե որ չափով մենք կարողացանք այդ կատարելագործումը անենք։ Լավ, ինչ բացատրություն տանք կամ ինչպես է, մեխանիզմը ինչպես է գործում։ Աստծո խոսքի մեջ մնալ։ Ուրիշ մեկ բան, ասել է թե Սուրբ Հոգու մեջ մնալ, որովհետև Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգին զուգահեռաբար եւ միաժամանակ ձևով են գործում։ Երբ որ Աստծո Հոգին մեր մեջ սկսի ներգործել, թույլ տանք, որ այդ բանը տեղի ունենա, ըստ խոսքի համաձայն, այն ժամանակ մեր խոսքը, վարմունքը, գործը, որոշումները կլինեն Աստծո կամքի համաձայն։ Տեսեք Գաղատացիներին ինչ ասում Պողոս առաքյալը։ Գաղատացիների 5-րդ գլուխ 16-17 համարներ։ Միայն թե սա եմ ասում ձեզ, Սուրբ Հոգիով գացեք եւ մարմնի ցանկությունը պիտի չկատարեք։ Մարմին ասածը այս մեր ձեռք ոտ սրա մասին չի խոսքը։ Sinful nature, այսինքն մեղանչական բնությունը, որտեղից գալիս են ազդակները, հրահանգները եւ մեր մարմնի անդամները դա կատարում են։ Վասնզի մարմինը կամ sinful nature-ը, հին բնությունը ցանկանում է հոգին հակառակ եւ հոգին մարմնի հակառակ եւ սրանք իրար հակառակ են եւ չլինի որ ինչ որ ուզենք այն անենք, այսինքն այս պայքարը կա, բայց չլինի որ վերջում մարմնի գործեր անենք, այլ հոգու գործեր արենք։ Իսկ եթե հոգու գործեր անում ենք, հոգու մեջ ենք, ինչ է տեղի ունենում։ Հոգու պտուղը սա է՝ սեր, խնդություն, խաղաղություն, երկայն մտություն, շատ երկար համբերել, քաղցրություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա, հոգիով ապրենք, հոգի համեմատ քայլենք, սա է Տիրոջ մեզ տրված պատվիրանը։ Նաև Առաջի Թեսաղոնիկեցիս 4 գլուխ 7 համարում Աստված ասում է. դուք պղծության չեք կանչված, այլ սրբության։ Ուրեմն լուրջ զգուշանալու տեղիք է սա տալիս մեզ, ամեն մեկս պիտի մտածենք այդ մասին, որովհետև Քրիստոսի ատյանում երբ որ կանգնեցինք, մենք պատասխան պիտի տանք մեր ապրած կյանքի համար։ Այն պահից առաջի անգամ երբ որ ապաշխարեցինք, մինչև ատյանը կանգնելը մենք Տիրոջ առջև ուրեմն մեր կյանքի հաշիվը պիտի տանք։ Հաջորդ զգուշացումը կապված է Հովհաննես առաքյալի հետ կատարված երկու դեպքերի հետ։ Ինչ որ գրվեց, մեր սովորելու համար գրվեց, որ եթե անձեր Սուրբ գրքի մեջ սխալներ գործեցին, մենք նույն սխալը չգործենք, այլ մենք իմանանք կա այդ ճանապարհը եւ ճշգրիտ ճանապարհը։ Հայտնության գրքից պիտի կարդանք Հայտնություն 19-րդ գլուխ 9 համարից Հովհաննես առաքյալին ասում է Տերը. ինձի սավ հրեշտակն է խոսում, ասոնք են Աստծո ճշմարիտ խոսքերը։ Ես ալանոր ոտքերի առջև ընկա,
որպեսզի զանիկա երկրպագություն ունեմ, եւ ինձ ասավ հրեշտակը անմիջապես. զգուշացիր մի արա, վասնզի ես քու ծառայեկից տեմ եւ քու եղբայրներուդ, որոնք Հիսուսի վկաներն էին, Աստծուն երկրպագություններ է, վասնզի Հիսուսի վկայությունը մարգարեության հոգին է։ Հայտնության 19-ում հանդիպում ենք եւս մի դեպք Հայտնության 22-րդ գլխում։ Քսաներկուսի 6-ը ասում է. հրեշտակը ինձ ասավ. այս խոսքերը հավատարիմ են եւ ճշմարիտ։ Եվ հրեշտակը ինձ ղրկեց Հայտնություն 22-ի 6-ից 9։ Կարդանք 9-րդ համար։ Բայց ասավ ինձ. զգուշացիր մի ներ, վասնզի ես քո եւ քո եղբայրներուդ մարգարեներու եւ այս գրքի խոսքերը պահողներու ծառայակիցն եմ։ Աստծուն երկրպագություն արա։ Ուրեմն Աստված իր փառքը որը մեկին չի տա, Գործ Կարաքելոցում կարդում ենք, որ Հերովդես արքան ատյանը նստած ատենաբանություն էր անում, ժողովուրդը հավաքված խուռներամ, եւ ժողովուրդը միաբերան գոռում են. սա մարդու ձայնը չէ, Աստծո ձայնն է, եւ ինչ տեղ ունեցավ։ Աստված հարվածեց Հերովդեսին եւ ասում է նա որտնալից ընկավ։ Անշուշտ այս գործելակերպը Աստված եթե գործադրության դնի, շատ-շատերը այդպես կընկնեն։ Աստված իր փառքը որը մեկին չի տա եւ իմանանք, հասկանանք այդ կարմիր գծերը, որ չի կարելի երբեք անցնել։ Աշխարհը կռապաշտ է, մարդապաշտ է, աշխարհը անասնապաշտ է։ Այսօր 21-րդ դարում ենք, բայց կոբրա են պաշտում, փիղ եւ առնետ են պաշտում, հա? Ու մանավանդ մարդու կերպարանքով պաշտանմունք, մարդապաշտներ լեցուն։ Եվ այսպիսի արտահայտություն լսել եք, ես խոնարհվում եմ քո առջև։ Ինչ է սա? Մարդուն պաշտել է նշանակում։ Աստված մարդուն իր փառքի համար է ստեղծել։ Եվ իր փառքի պահանջատերն է, որ մարդը իրեն պիտի փառավորի։ Մենք որ ճշմարտապես Աստծուն ճանաչում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, երբևէ մարդու հասցեին գովաբանություն, փառաբանություն, մեծարանքի խոսքեր չասենք, որքան էլ այդ անձնավորությունը ընդունակություններ ունենա, տաղանդներ ունենա, ինչ որ է, որտեղ մենք հավատում ենք ամեն բարի պարգև որտեղից է գալիս, լուսո հորից, երկնքից, եթե իր տվածն է, իր համար պիտի ծառայի։ Նույն կերպով երբեք թույլ չտանք, որ մեր անձի հանդեպ գոհաբանության, փառաբանության խոսքեր ասվի, այլապես մենք Աստծո փառքը գողացած կլինենք։ Տեր Հիսուս հետևյալ ասաց 5-րդ գլուխ եւ 44 համարում ասաց. դուք իրարից փառք եք ակնկալում եւ այն միակ փառքը, որ Աստծունն է, դա չեք տալիս։ Ուրեմն զգուշանանք, Աստված իր փառքի Տերն է։ Եվ այդ փառաբանությունը, որը այստեղից է սկսում, միջև հավիտենականություն պիտի գնա, Հայտնություն 7:12-ում կարդում ենք. երեսներն ու հրեշտակները Աստծուն երկրպագություն էին անում եւ ինչ էին ասում. ամեն օրհնություն եւ փառք, իմաստություն եւ զորություն ու կարողություն մեր Աստծուն հավիտյանս հավիտենից ամեն։ Հետևաբար մենք եւս այդ նույն սկզբունքով պիտի գնանք, որպեսզի ամեն բանի մեջ փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին հավիտյան ամեն։ Տերը օրհնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։